Ու հրաշալի է գիտակցումը, որ պատարագը ներկայանում է որպես շատ ուրախ ու հույսի հաղթանակի այդ հանդիպում, որովհետև շատ հաճախ եկեղեցին ներկայացնում ավելի որպես տխուր, որպես ձանձրալի ինչ որ տեղում մարդկանց ենթագիտակցության մեջ դաջված է, որպես մռայլ ինչ որ սքի վայր, միշտ ինչ որ վատ բաների հետ կապված։ Դա էլ որոշակիորեն վանում է մարդկանց։ Քրիստոնեություն ուրախ մարդկանց կրոնն է, տխուր, վախորած, թուլամոլ մարդու կրոնը չէ։ Հետո նախ Պողոս Արաքյալի խոսքն ասում է ուրախ եղեք, դարձյալ եմ ասում ուրախ եղեք։ Ուրախությունը, այդ հոգևոր ուրախությունը, մի օր այս նյութի շուրջ խոսելուց մի կին ինձ գրեր, Տեր արի, այսքան ցավի, կոտորածի, մահվա մեջ ինչ ուրախություն։ Հոգևոր ուրախությունը այլ բան է, ֆիզիկական զվարճանքը ժամանցային բան այլ է։ Հիմա տեսեք, երբ որ մեկը հիվանդ է, անկողնում պարկած է, իր համար ժամանակը կանգնած է, չի գնում առաջ։ Երբ որ մեկը անդադար զվարճանքների մեջ է, իր համար ժամանակը շատ կարճ է թվում, ովքեր սպասման մեջ են, ժամանակը կանգնած է գրեթե։ Բայց նրանք ովքեր սիրում են, իրենց համար ժամանակը հավերժություն է։ Այ որ դու սիրում ես, դու ուրախություն վայելում ես քո կյանքի մեջ։ Դու զգում ես, որ այդ մարդուն այսօր տեսար, այսօր պիտի ասես, ես քեզ սիրում եմ։ Վաղը պետք չի որ մեկին սեր խոստով անել։ Վաղը մեկին պետք չի ասել, ես քեզ սիրում եմ կորցնելուց հետո։ Եթե դու հիմա չես վայելում այդ ներկայությունը, ինքը կա, շնչում է քո կողքը կանգնած է, վաղ ինչ կասես արդեն նշանակություն չունի։ Եվ եկեղեցին տալիս է քեզ այդ ուրախությունը։ Երբ որ դու մտնում ես Քրիստոսին ճանաչում ես, մեզի սխալ երկար տարիներ մեզ սխալ խաբել են, որ քրիստոնեությունը տխուր մարդկանց, դժբախտ մարդկանց, այդ ամենը մեզ աշխարհը մեզ հրամցնում է, որ այդպես պիտի լինի։ Դրա համար հետարքիր չէ քրիստոնեությունը մարդկանց համար։ Բայց Քրիստոսին առանց ճանաչելու խոսել Քրիստոսի մասին, այո, շատ բաներ պիտի հանդիպես։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի սատանապաշտ, որ այդ սատանային էր ուզում պաշտեր կամ արդեն այդ ասում էր Քրիստոս ամեն ինչ արգելում է, դրա համար ես իրեն չեմ հավատում։ Իսկ իրենց արգելված շատ տխուր է։ Իսկ սատանան ինձ ամեն ինչ տալիս է։ Տերն է առաջինը մեզ ամեն ինչ տալիս։ Աճեցեք, լցեք, բազմացեք, ուրախ եղեք, վայելեք այս ամեն ինչը։ Մանավանդ ասում են նրանք, ովքեր հավատում են եւ ճշմարտությունը ճանաչել են, հարազատ որդիներ են, իրենք այդ ուրախության մեջ գողության պիտի ապրեն։ Որը նշանակում է Տերը չի ուզում որ մենք տխրենք։ Հետո կանայ հարսանեկի ժամանակ Աստվածամայր եկավ ասեց գինի չունես, ինքն իրենց ուրախությունը պակասել է եւ Տերը հրաշքը գործեց, որպեսզի մարդկանց ուրախությունը չպակասի։ Երբ որ Հիսուս չկար, այո, մարդկանց համար մահն էր անորոշ էր, չգիտեն ում համար, ինչի համար են ապրում, բայց երբ որ Քրիստոս եկավ, ինքը գիտե որ ինքը մահից հետո նոր կյանք ունի, ավելի մեծ, ավելի լուսավոր։ Ուրեմն այս ուրախության մեջ ենք մենք ապրում եւ սիրո մեջ է այդ ուրախությունը, որ դու սիրում ես, ուրախություն անգամ ցավի մեջ։ Բոլոր տեսակի առաքինությունները շատ լավ, բայց լավ է որ մարդ իր ցավի մեջ կարողանում է ժպտալ, ուրախանալ։ Եվ քրիստոնյան սա է փոխանցում, որ սա վերջավորությունը չէ, ինչքան էլ քեզ հալած են, ցավ պատճառը մահ բերեն, դժբախտություն բերեն, դու ուրախություն ես հոգի, որ դու ազատագրված ես, եւ այդ ազատագրությունը քեզ տալիս է հավերժ լինելու, Տիրոջ ներկայության մեջ ապրելու։ Էլ ինչի՞ ես պիտի տխուր լինեմ, ինչի՞ պիտի ցավ ապրես։ Այո, տխրություն կա մեր կյանքի մեջ շատ։ Սուրբ Գիրքն ասում ուրախությունը, տխրությունը հարազատ քույրերի պես քայլում են։ Անբաժան է տխրություն, թե կա ծնունդ, ուրեմն կա մահ, եթե կա մահ, կա նոր ծնունդ, բայց այդ ամենի մեջ, երբ որ դու փորձում ես ապրել, այդ հոգեոր ուրախությունը քեզ առաջնորդում է նախ Քրիստոսին ճանաչել, Քրիստոսով ճանաչել դիմացի մարդուն սիրել իր բոլոր թերություններով։ Կատարյալ մարդուն հեշտ է սիրելը, անթերի մարդը, որ տգեղ չէ, գեղեցիկ է, լավ կազմված է, սիրելը հեշտ է։ Պիտի սիրես այն մարդուն, ով մեղավոր է, ով որ այդ կարիք ունի, սիրո կարիք ունի, եւ մենք մի օր դրա համար պիտի պատասխան տանք, որ Տերը ասի, որտեղ գնացիր, հույս տվեցիր, սիրեցիր այն մարդուն, որ քեզ չէր սիրում, այն մարդը, որ քեզ մերժում էր, դու իր համար աղոթեցիր, եւ այս ուրախությունը քեզ բերում է հասնում դրան, որ դու եկեղեցի գնում ես ոչ թե տխրելու, միայն մեղքերդ հիշելու, դու գնում ես Աստծուն փառաբանելու, որ Տերը քեզ ներել է, քեզ ազատություն է տվել։